Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մայրաթոռում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների բնակիչներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Տավուշի թեմակալ առաջնորդը տավուշցիների անունից շնորհավորեց հայոց հայրապետին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, նորին սրբությանը մաղթեց երկար տարիների կյանք ու խաղաղ գահակալություն։ Բագրատ Սրբազանն իր խորին երախտագիտությունը հայտնեց վեհափառ հայրապետին Տավուշի սահմանապահ ժողովրդին ցուցաբերվող հատուկ հոգացության համար։ Այս տարի Սուրբ Ծննդյան պատարագին հայրապետական ամփովանին տանում էին Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները։ Երեխաները դեռ չծնված արդեն իսկ հայրենատեր են եւ մենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքին մեր եկեղեցին կարողացել լուրջ խնամք բերել այս ընտանիքներին։ Վեհափառ հայրապետը սիրով եւ ջերմությամբ ողջունեց Տավուշից եկած մեծ ու փոքր հյուրերին։ Նա իր հայրապետական օրհնությունը փոխանցեց բոլորին, մայրերին մաղթեց իղձերի իրականացում, փոքրերին արժանի ժառանգը լինել զոհված քաջարի հայրերի։ Ժողովուրդն ասում է քաջերի որդիները քաջեր են։ Դուք էլ ձեր հայրերի քաջազուն կյանքն եք շարունակում սահմանին ապրելով եւ բոլորիս խաղաղությունը պաշտպանելով, ասաց վեհափառը։ Վեհապարն իր գնահատանքը հայտնեց թեմի առաջնորդին եւ բոլոր հոգեվոր սպասավորներին, այցի կազմակերպիչներին եւ հատկապես բարերարին։ Ազատամարտի տարիներին գյուղի ինքնապաշտպանության առաջին հրամանատարներից է եղել։ Պատերազմից հետո տեղափոխվել է Ռուսաստան, կապը հայրենիքի հետ միշտ պահպանել է։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ռուսաստանաբնակ մովսեսցիները միավորվել են հանգանակություններ կազմակերպել հայրենի գյուղի, սահմանամերձ մյուս համայնքների եւ սահմանային զորամասերի համար։ Երեխաների համար թող սա լինի իրանց համար նոր սկիզբ, այս փոքրիկները երևի կհիշեն այս այցելությունը եւ մայրաքաղաք, այս այցելությունը Սուրբ Էջմիածին եւ այս ջերմընդունելությունը իրանց համար կլինի մի նոր սկիզբ իրենց կյանքի եւ ապագայի համար, որպես իրանք հասկանան, որ իրանք մենակ չեն։ Տավուշցի երեխաները անակնկալ էին պատրաստել վեհափառի համար։ Վերին Կարմիր գյուղից եկած 15-ամյա աղջիկը երգեց Կոմիտասի «Հովարեք սարերը», փոքրիկ Ալվինան Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորեց հայրապետին, երեխաների ձեռքով պատրաստված Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկեր նվիրեց, սահմանապահ երեխաներից հայոց հայրիկին մակագրությամբ։ Անուշորտյանը Էջմիածին էր եկել 3-ամյա որդու Դավթի հետ։ Ամուսնու Այգեձոր գյուղի բնակիչ Էդվարդ Դալաքյանի զոհվելուց հետո նոր մասնագիտություն է ձեռք բերում, ապագա արտ-թերապիստ է։ Ներկա պահին փորձում եմ իմ մասնագիտության միջով նախ ինքս անցնել, հետո նոր իմ նման մարդկանց արդեն հանել այդ իրավիճակից։ Որտեղ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ չես կարող մի վայրկյան անգամ հանգիստ ապրել։ Հասկանում եք, անընդհատ թոհուբոհի մեջ ենք մենք։ Վեհափառ հայրապետը նույնպես նվերներ ուներ, երեխաներին գրքեր, օրհնված խաչեր նվիրեց, խոստացավ ամռանը տավուշցիների համար ուխտագնացություն կազմակերպել դեպի իրենց նախընտրած սրբավայրը։ Հնարավորության դեպքում խոստացավ նաև անձամբ մասնակցել։ Հրաժեշտին հայրապետի օրհնությունը ստացան զոհվածների այրիները։ Մարգարիտա Անտոնյանը ուխտագնացությանը մասնակցում է 9-ամյա որդու Հենրիկի եւ 7-ամյա դստեր Լիլիայի հետ։ Ամուսինը Ոսկանյան Սարգիսը զոհվել է 2010 թվականի մարտին Չինարի գյուղի դիրքերը պաշտպանելիս։ Հենրիկը հոր ու պապիկի պես ֆուտբոլով է տարված, երազում է ֆուտբոլիստ դառնալ, հորը գրեթե չի հիշում։ Ամուսնու մահից հետո Մարգարիտան տեղափոխվել է Վանաձոր, ապրում է ծնողների հետ։ Առաջի անգամ են կաթողիկոսին տեսել մեր աչքերով։ Գնում եմ եկեղեցի ամեն շաբաթ, մոմ եմ վառում հայրիկիս համար։ Գիտեմ, որ նա հերոս է։ Իրենց ընտանիքը մեծագույն զոհաբերություն է բերել մեր հայրենիքի համար։ Ամենաթանկ եւ ամենակարևորն է տվել իրենց ընտանիքը։ Եվ մենք էլ պարտավոր ենք գոնե բարոյապես աջակցել այս առումով իսկապես մենք բացառիկ իմաստ եւ խորհուրդ ենք տեսել ուխտագնացություն կազմակերպել դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Մեզ համար Էջմիածինը վկայություն եւ երաշխիք է, որ մենք պիտի հաղթենք, որովհետեւ Էջմիածին ունեցող ժողովուրդը հարությանը հավատացող եւ վերջնական հաղթանակին հավատացող ժողովուրդ է։
Տավուշցիները շրջեցին մայրավանքում, աղոթեցին մայր տաճարում, եղան մայրաթոռի թանգարաններում եւ տարբեր կառույցներում։ Նրանք Երևանում նույնպես կայցելեն հոգեվոր մշակութային տարբեր հաստատություններ։ Մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ «2016 թվականի դեկտեմբերի սկզբին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսի խոսքերով մի գրառում կատարեց։ Նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել։ Տեր հայրը սոցցանցում հայտարարեց բարեգործական նոր ծրագրի մեկնարկի մասին։ Առաջարկում էր պատրաստել ամանորյա նվերներ գյումրեցի եւ վանաձորցի երեխաների համար Սուրբ Ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկին խորագրով։ Մեծ թվով մարդիկ արձագանքեցին։ Գիրք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, քաղցրավենիք, ձմեռային տաք հագուստ։ Մարդիկ նաեւ նամակներ էին գրել փոքրիկներին։ Ի վերջո ամանորը կամ Սուրբ Ծնունդը հենց միմյանց նվեր տալով է իրականում տոն դառնում եւ ոչ թե միայն ճոխ սեղանների շուրջ նստելով եւ միայն համադամ ուտելիքներ ճաշակելով։ Եվ ուրեմն մեր կոչին ընդառաջ բազմաթիվ մեր հայրենակիցներ պատրաստական մեծ սիրով նվերներ պատրաստեցին եւ մեր միջոցով ուղարկել են Գյումրի եւ Վանաձոր։ Հունվարի 10-ին նվերներով ու պարենով լի բեռնատար մեքենան հասավ Գյումրի։ Վարպետաց 176 փողոց։ Այս հասցեում է գտնվում Հայ եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը։ Արտաշես եւ Արթուր սարկավագները տեղափոխում են պարկերը։ Սա էլ արդեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի նվերն է սոցիալապես անապահով ընտանիքներին։ Եկեղեցական տարին այսպես է, ամսի 5-ից է սկսվում։ Տեր Մարկոսը նախ շնորհավորեց բոլորին ամանորյա տոների կապակցությամբ եւ հստակեցրեց. սա օգնություն չէ, այլ բարի մարդկանց նվերը փոքրիկներին։ Նա հիշեցրեց, որ Սուրբ Ծնունդը միմյանց շնորհավորելու եւ ունեցածից մերձավորին բաժին հանելու տոն է։ Ոչ մի ինձ ավելի թանկարժեք չէ, որքան այն, ինչ տալիս եք ձեր ունեցածից, եւ որքան շատ տակ կրկնակի կստանաք, հավելեց Տեր Նշան Քահանա Պանֆյորովը։ Այս նվերները մեզ տվել են, որ պատրաստել են որոշ մարդիկ, նույնիսկ երեխաները, նույնիսկ Տեր հոր երեխան, ու սրանք Տեր հայրն ասեց, որ իմանանք, որ պարտք են մեզ տվել եւ մենք էլ մեր ունեցվածքից որոշ մի մասը փորձենք տալ մյուսներին։ Կփորձեմ հետևել այդ խոսքին։ Երեխաներն էլ իրենց երգը նվիրեցին բոլոր բարի մարդկանց։ Սոցիալական կենտրոնում գործն ավարտելուց հետո քահանաներն այցելեցին նաև տնակներում ապրող ընտանիքներին։ Այստեղ էլբակյաններն են ապրում։ Հյուրերին տիկին Աննան դիմավորեց։ Բազմոցին, որը նաև անկողին է երկուսի համար, նստած է 6-ամյա Արմենը։ Պապի մահից հետո մնացել են մայր ու որդի։ Փորձել են տոնական տրամադրություն հաղորդել տնակի պատերին, որոնց անկյուններում մկների համար թակարդներ են դրված։ Բնակարան ստացել են, բայց վաճառել են, որ կարողանան հոգալ տիկին Աննայի հոր բուժման ծախսերը։ Տիկին Աննան այլևս բնակարանի հույս չունի։ Միակ երազանքս է, որ ապրիլի 7-ին Արմենս կդառնա 7 տարեկան։ Որ ապրիլի 7-ին միքև տուն ունենանք, գույնա լուսավոր, չոր։ Երեխուս այդտեղ կընկեմ։ Ես ուզում որ նոր մեկ տուն ունենանք լուսավոր մաքուր։ Այս կռիզները մեզ խանգարում են սաղկիսեր, չեն թողնում որ քնենք։ Եվ ուզում եմ որ տան մեջ լինի լիքը խաղալիքներ, որ լուսավոր լինի, որ կարողանամ դասեր գերեմ եւ դասի գնամ։ Հոգևորականները տիկին Աննային հանձնեցին հասանելիք պարենն ու Արմենի նվերը, տնօրհնեք կատարեցին, օրհնեցին բնակիչներին, հորդորելով երբեք չկորցնել հույսն ու լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ։ Տեր Նշանը Արմենին հրավիրեց Կիրակնորյա դպրոց, որտեղ կարող է շփվել հասակակիցների հետ, ստանալ հոգևոր գիտելիք։ Տեր Մարկոսը կամավորների հետ միասին նվերներով ուղևորվեց նաև Վանաձոր։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Վանաձորում Տեր հայրն օգնականների հետ կանգ առավ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։ Համայնքի կարիքավոր ընտանիքների հասցեները, թեմի սոցիալական գրասենյակի աշխատակիցները եւ երիտասարդաց միության կամավորները նախապես էին ճշտել։ Սուրբ Ծննդյան նվերներ ստացավ 200 երեխա։
Ետտոնական այս օրերին Տեր Հայրը յուրաքանչյուր հարկի տակ հնչեցնում է Սուրբ Ծննդյան ավետիսը եւ մաղթում ընտանիքի մեծ ու փոքր անդամներին քաջ առողջություն։ Վանաձորցի փոքրիկներն անթաքույց ուրախությամբ են ընդունում հյուրերին եւ նրանց բերած նվերները։ Այս ամենը անծանոթ մարդկանց կողմից է։ Մարդիկ տոնական եռուզեռի մեջ առանձնակի հոգատարությամբ նվերներ են պատրաստել ձեզ համար, ասում է Տեր Հայրը եւ վստահություն հայտնում, որ բարության, կարեկցանքի, անծանոթ մարդուն ձեռք մեկնելու առաջին դասը երեխաները եւ նրանց ընտանիքի անդամները երկար կհիշեն։ Երկու կողմ ունի մեր այս ծրագիրը։ Մեկ ովքեր որ նվերները պատրաստել են, որոնք չգիտեն ում համար են պատրաստել, բայց մեծ սրտով ուրախությամբ իրենք նվերները պատրաստել են, եւ երկրորդ կողմը այն փոքրիկներն են, ովքեր նվերները ստանալու են, եւ իրենք էլ հասկանալու են, որ լրիվ անծանոթ իրենց չճանաչող մարդիկ են այդ նվերները փոխանցել։ Ու իրենց վրա ինչ որ բարոյական պարտավորվածություններ լինելու, որ երբ որ ժամանակը գա, իրենք էլ անծանոթ մեկին իրենց նվերը, իրենց զորակցությունը կցուցաբերեն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժինը 3 միլիոն, իսկ եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը 1 միլիոն դրամ են հատկացրել նվերներից զատ նաև սնունդ գնելու համար։ Տեր Հայրը հույս է հայտնում, որ նախաձեռնությունը մյուս տարի ավելի մեծ արձագանք կգտնի եւ իրենց բեռնատարը այլ մարզերում ու համայնքներում եւս կընթանա։ Լիաննա Չիչակյան, Լիլիթ Յոլչյան, եկեղեցական կյանք։ Գյումրի եւ Վանաձոր ուղևորության ավարտին Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը հյուրընկալվեց նաեւ Նագաշյան մանուկների խնամքի կենտրոնում։ Մեր եկեղեցում տնօրինյաց շրջանը եւ քահանան Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելուց հետո տնօրնեկ կատարեց մանուկների խնամքի կենտրոնում։ Եվ եւս խաղաղությանս Տեր աղաչեցու կնկալգեցե ողորմյա, օրհնություն եւ փառք, Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հաստատությունը հիմնադրման օրից մշտապես գտնվում է Մայրաթորի հոգացության ներքո։ Հայ եկեղեցու ԱՄՆ-հայոց արևմտյան թեմի հայկական բարեգործական մեր հույս կազմակերպության եւ անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-ից 16 տարեկան 15 պատանիներ։ Նրանք ստանում են մասնագիտական կրթություն, բժշկական եւ սոցիալական աջակցություն։ Տեր Հայրը սոցիալական կենտրոնի կողմից Սուրբ Ծննդյան նվերներ փոխանցեց Նագաշյան տան բնակիչներին եւ հիշեցրեց, որ հարստությունը լինում է նյութական եւ բարոյական։ Կարևորը այդ բոլորից ուրիշներին մաս ու բաժին հանելն է։ Սա է մեր եկեղեցու падգամը եւ ով որ այս падգամը լսում ու գործադրում է, նրան է վիճակված երջանիկ լինել աշխարհի մեծ տան մեջ։ Այսօր Մայրաթորի պաշտոնեությունը ամենայն հայոց հայրապետին շնորհավորեց Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մայրաթորի աշխարհիկ պաշտոնեության անունից ելույթ ունեցավ Էջմիածին հանդեսի գլխավոր խմբագիրը։ Արսեն Բոբոխյանն ընդհանուր առմամբ ամփոփեց անցյալ տարին, թվարկեց 2016-ի առավել կարևոր ցայտուն դեպքերը կապված հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի հետ։ Հայ եկեղեցու գահակալին եւ Մայրաթորի բոլոր աշխատակիցներին նա մաղթեց ավելի բարեհաջող, խաղաղ ու ներդաշնակ տարի։ Վեհափար հայրապետը նախ նվիրյալ ծառայության համար գնահատանքի խոսքեր ասաց, որ անխաթար եւ արդյունավոր գործի հայ եկեղեցին ու նրա հոգեվոր կենտրոնը աշխատել ենք առանցին եւ միասին, նպաստել Մայրաթորի ծառայությանը պիտի հորդորեմ, որ նույն նախանձախնդրությամբ շարունակեք աշխատել այս տարի եւս, ասաց Վեհափարը։ Եկեղեցու գործունեությունը, ինչպես գիտեք, չի սահմանափակվում միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշխատանքով գործունեության ծառայության, այլ ավելի ընդարձակ է, այն գրկում է նաև աշխարհասփյուր մեր թեմերի գործունեությունը։ Եվ փառք ենք տալիս Աստծուն, որ մեր եկեղեցին կարողացավ լիարժեք կարող եմ ասել իր ծառայությունը ներել մեր ժողովրդին անցնող տարում։ ԱՄՆ հայոց կաթողիկոսը հորդորեց նոր տարին սկսել նոր ավանդույթով ամեն օր աշխատանքը սկսելուց առաջ միասնաբար աղոթել Մայր տաճարում եւ հոգեվորականից լսել օրվա խորհուրդը։ Երբ մեկ վայրում են հավաքվում բոլորը, ավելի է ամրանում միասնականության զգացողությունը, ասում է հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը։ Նա Մայրաթորում պաշտոնավարում է արդեն 17 տարի, ներկա է եղել հայոց հայրապետի կազմակերպած ամանորյա բոլոր հանդիպումներին։ Մայրաթորը ինքը եթե ամեն օր չաշխատի,
ինքը այդ հաջողություններին չի կարող հասնել։ Վեհարանը աշխատում է նաև տոն օրերին, այնպես որ վեհարանի աշխատանքը կամ եկեղեցու աշխատանքը չի սահմանափակվում տոներից հետո կամ տոներից առաջ ժամանակամիջոցներով, եւ եթե դա չլինի, ապա այդ առաջընթացը չի լինի ոչ եկեղեցու մեջ, ոչ էլ այն ինչ որ մենք տեսնում ենք, իսկապես այդ եկեղեցին ինքը փորձում է մի քայլ տարի առաջ գնալ։ Հանդիպման ավարտին վեհափառ հայրապետն ազդարարեց այս տարի Մայրաթոռում սպասվող կարևոր իրադարձությունների մասին։ Սպասվում է եկեղեցական ներկայացուցչական ժողովը, նոր վեհարանի շենքի բացումը, վարչական նոր շենքի հիմնարկեքը։ Հրաժեշտից առաջ վեհափառը բոլորին շնորհավորեց մեր Տիրոջ անվանակոչության առթիվ եւ մաղթեց խաղաղ տարի յուրաքանչյուր հայի համար։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը մեր եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդից 8 օր հետո, հունվարի 13-ին։ Հրեշտակի խոսքին հավատարիմ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին 8 օրականում հրեական օրենքի համաձայն թլպատում են եւ անունը դնում Հիսուս։ Այս անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի ով հավատա նրան չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում Հիսուս Քրիստոսի անվանակոչությանը նվիրված Սուրբ Պատարագին հնչում են Սուրբ Ծննդյան սաղմոստներ։ Հիսուս անունը արդեն նշանակում է փրկիչ եւ ցույց է տալիս այսօր օրվա խորհուրդը ցույց է տալիս, որ ծնված մանուկը, որ օրեր առաջ ծնվեց աշխարհ եկավ, ինքը փրկիչը պետք է լինի, ընդգծում է Տիրոջ փրկagorցությունը։ Տոնական պատարագը մատուցեց Շնորհք Աբեղա Տոնիկյանը Կոստանդնոպոլսի հայոց պատրիարքությունից։ Նա քարոզում նշեց, որ հունվարի 13-ն իր համար երիցս կարևոր օր է։ Աբեղան ծնվել է հունվարի 13-ին։ Այդ օրն է տեղի ունեցել նաև նրա ձեռնադրությունը, եւ այս հիշարժան օրը ինքը պատարագ է մատուցում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Հոգևորականները խորհուրդ են տալիս տիրահաստատ կանոնների համաձայն մկրտության շնորհով զարդարել նորածիններին եւ անվանակոչել իմաստակիր անուններով, քանի որ մարդու անունը մեծ դերակատարում ունի նրա ողջ կյանքի ընթացքում։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոռի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության հայրենիքած տները ամեն տարի ավանդաբար հունվարի 12-ին համերգով հանդես են գալիս օպերային թատրոնի բեմում։ Այս անգամ Երևանի եւ տարբեր մարզերի հայրենիքած տների ավելի քան 500 սան ելույթ ունեցավ։ Սաները բազմաշնոր են՝ երգ, պարտ, հատերական ներկայացում, կրկեսային համարներ, իսկ տոնական միջոցառման գլխավոր համարը Քաչնազարը հեքիաթն է, ժամանակակից մատուցմամբ։ Հեքիաթի ընտրությունը պատահական չէ, մերօրյա քաչնազարներից ազատվելու նպատակ է հետապնդում, ասում է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Ուզում ենք սերմերը հիմակվանից ցանել, որ վաղը միսօր հասկեր տան այդ գաղափարները։ Անցյալ տարին հայորդաց տների համար ձեռքբերումների եւ ճամփորդությունների տարի է եղել։ Նորքի եւ Արաբկիրի հայորդաց տները համերգներով ելույթ են ունեցել եվրոպական մի քանի երկրում, կազմակերպել բազմաթիվ ցուցահանդեսներ, հանդիպումներ, միջոցառումներ Երևանում եւ մարզերում։ Ձևավորել մտածող երիտասարդներ։ Սա է հայորդաց տների միակ նպատակը, ասում է Կոմիտաս վարդապետը։ Ամբողջ տարի հայորդաց տներում սաները ստանում են ազգային հոգեվոր դաստիարակություն, հմտանում արվեստի եւ արհեստի տարբեր ճյուղերում։
Տոնական միջոցառումն ամբողջական չէր լինի առանց Ձմեռ պապի եւ Ձյունանուշի, ամանորյա հրաշքին ու Ձմեռ պապին հավատում են բոլորը, հայր Սուրբն ամենաառաջինը։ Մարդ ապրում է միշտ հույսով, իսկ Ձմեռ պապին լավատեսության այն ջրհեղեղն է, որից միշտ բարության աղբյուրներն են հեղում։ Մենք Ձմեռ պապիկը Ձյունանուշիկս երեխաների երջանկության, նրանց իղձերի կատարողն ենք։ Ինչ որ գրել են նամակներ, մենք նրանց բոլորին պատասխանում ենք մեկ առ մեկ։ Փոքրիկներին կցանկանամ, որ միշտ առողջ լինեն, միշտ նրանց աչքերը երջանկությունից փայլեն, այլ ոչ թե արցունքներից։ Մայրաթորը բոլոր հայրենիքների համար նվերներ է պատրաստել։ Միջոցառման ավարտին Ձմեռ պապը դրանք սաներին կհանձնի։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։